թե բանը ով ինձ թուրք է ասում ու փողոցային հավյանքներ է ստալի նրա հայրը, նրա մերը, նրա կնիկը, նրա երեխեքը, դոքո Արսեն Թորոսյան, դու արժանի ես այդ խոսքերին դու ինքդ ես քեզ արժանացնում։ Հիմա ես ասում եմ, քո այդ խոսքերը ես քեզ, քո ասած խոսքերը ես քեզ եմ վերադարձնում։ Լսում ես դու, այ ողորմելի, ես չեմ իմանում դու ինչ ծնողների ձեռքի տակից ես դուրս եկել, բայց ամենայն դեպս այն որ քեզ ընտանեկան դաստիարակությունից դու զուրկ ես, դու անգամ փողոցայինն էլ այդպես չի ասի, չէ որ դու ստացել ես ձայների ճնշող մեծամասնություն, դու ո՞նց ես քեզ թույլ տալիս, որ կանգնես ժողովրդին նման արտահայտություն թույլ տաս, դու լավ իմացի, որ ժողովուրդը սա քեզ չի ներելու, այսօր 15 միլիոնը իր կոյուղին ուղղում է ձեր վրա, իր կոյուղին ուղղում է, հենց այդ խոսքերի համար, դու ոչ ես ամաչում, որ կանգնել ես այդ մեր լավ ժողովրդին, այդ խելացի ժողովրդին, թուրք են ասում, քո արածը որ մեկնա, կովիդից գող մնանք, այն երեխեքին մատխաշ աղջիկներին, որ ասեցին այդ դեղը ներարկենք, որ հետագայում իրանք ուռուցքով, կանացի ուռուցքով չհիվանդանան, ոչ, դու չբերության էիր տանում այդ երեխեքին, բայց լավ խելացի մարդիկ գտնվեցին, որ թույլ չտվեցին, բայց դու այդ դեղը արդեն ներկրել էիր, քեզ պարտադրել էին, ասել էին, չէ, դու պետք է տանես Հայաստան, որ ընդ հայ չաճի հանկարծ, սաղղին սենց արմատախիլ անես, Փաշողլուն 6000-ը տարավ լցրեց Եռաբլուր, դու էլ ես ձևով ես մեր ժողովրդի հետ վարվում, ուզում ես ասես, որ դու մեզ հայոյեցիր, մենք պետք է լռենք, ընդհակառակ ես նորից ասում եմ, դու թուրք ես, քո արածը, քո գործունեությունը թուրք է, եւ հետո այսօր նայում եմ, դու այն մարդն ես, որ քիթդ բռնեմ, հոգիդ կտա, Աստված գիտի քո մեջ ինչ հիվանդություն է բունդրե, որտեվ դու արդեն կաշին ու ոսկորը տա երևում, որտեվ մի մարդ, որ այսքան գողություն անի, քո գողությունը ծայր չունի, ծայր սկիզբ ունի, բայց վերջ չունի, դու ոչ ես ամաչում, դու այսօր է հասե քո պահվածքը, այ անդաստիրակ, այ անդաստիրակ, բայց դու էլ քո դաստիրակած երեխեքը ինչ պետք է լինեն, այ որ տեսնում ենք էլի, որ բորձուրների մայթերի վրայով են քշում, այ եկոց մյուսօր քո այդ քո լկտի երեխեքը, լկտի տղերքը նույնն են անելու, եթե հիմա չեն անում, անելու եք, նենց որ դա ներելի չի, թուրքես թուրք ենք ասում, չլնեիր, չանեիր, մենք էլ չասեինք, դու թուրք ես, կոնկրետ ես քեզ ասում եմ դու թուրք ես, եւ Փաշողլու դու անընդհատ անցնում ես Եռաբլուրի մոտով ու դու տեսնում ես այդ երեխեքի դրոշները, այդ երեխեքի դրոշների ծփանքը, դու դրանից չես ամաչում, այն որ դու կարող էիր կանխել, մի հատ էլ ասում ես 20,000 փրկեցի, 25,000, 30,000, 35,000, խի Հայաստանը այդքան բանակ ուներ, հա, դու իբր թե ուզում ես ասես դու լավություն ես արել, չէ, դու մեզ խաբելով այսքան տեղ բերեցիր եկար հասար, դու որևէ դու ասում էիր սկզբից ասում էիր պետք է փոխանակում լինի, չգիտեմ ինչ, այտենց բան չկա քո մոտը, դու մենակ ծախելու մեջ ես, ոնց որ ասում ես թե հիմա նայեք տեսեք, մենք շատ ապահով գնում ենք Կապան, լսի դու այնտեղ բավական ժուռնուխի հողերը դու ես ծախել, դու ծախել ես այդ հողերը, այնտեղ ապրանքը, այնտեղ հողափոխանակում չի եղել, դու այդ հողերը ծախել ես, դու կանգնելու ես հələ պատասխան ես տալու, դու ամենալավ տարբերակը Փաշողլու գիտես քոնը որն է, որ գնաս տեղդ փորես, մի բուր հող գցես, բերանդ պարկես, քոնը էդ ալնելու, ուրիշ ոչ մի բան, հետո, որ նայում եմ, չէ, այն սկզբից, որ դուք եկաք, բոլորը տակնոցներով էիք, բայց հետո մեկ է նայում, տեսնում ենք, բոլորը ձեր աչքին լույս եկա, որտև այդ փողերը, դրանք բավականին թափ վիրահատություններ են, գնացիք, բոլորդ այդ աչքի փառերը հանեցիք, հիմա արդեն ձեր աչքին լույս է եկել, մեր հախից եք ուզում գալ, չեք կարագակ, մենք անելու ենք այն, ինչ մեր կամքը թելադրում է, դուք էլ մտածեք, թե մեկը փախնել չունեք, չեք էլ կարա փախնեք, դուք
դուք ես մայիսի 2-ին, հա, եթե չեմ սխալվում, մայիսի 2-ին ես գնացել եմ բանը ազգային ժողով ուզեցել եմ իր հետ խոսամ ու ասեմ գրավոր գրեք ինձ պատասխանեք Թուրքիայի տարեկան ապրանքաշրջանառությունը ինչքան է Հայաստանում ինքը ինձ չի պատասխանել ես հիմա նորից քեզ ասում եմ Բաբկեն Թունյան Բաբկեն դու մի հատ գրի ինձ պատասխանի ինչքան է Թուրքիայի ապրանքաշրջանառությունը Հայաստանում որովհետև այսօր թուրքական ապրանքը պամիդորը վարունգը բիբարը բոլոր են կանաչին նեխուրը բոլոր դրան գալիս է դրսից գալիս է բոլորը Թուրքիայից եւ ես ուզում եմ դու փաստորեն դու զրկում ես հայ գյուղացուն հողի հետ աշխատելուց դու ասում ես կգա մի մոմենտ որ դուք այդ հողերը այնքան Էժան գնով կվերցնեք ու կտակ թուրքերին, կասեք եկեք դուք մշակեք։ Դուք ավելի լավ հողագործներ եք քան հայերը։ Ու ջուրն էլ ես դու թանկացրե։ Ինչի ես թանկացրե։ Ինչի ես բաց թողում դրանք, հա? Ինչի ես բաց թողում ջրերը դեպի Արաքս։ Նրանց ես տալիս, հարստացնում ես իրանց, մեզ պետք չեն դրանք։ Այ դու ես տիպն ես, այ ոչխար, այ շնից ծնված, բոլե լավ քեզ։ Մեկ էլ դու քո կնիկը որ կանգնում ասում ես թե բայց գիտեք կնիկը կանգնում ես խեղճ ու կրակ ժողովրդին որ ամբողջ օրը հացի խնդիր է լուծում է ժողովուրդը հացի խնդիր այ ոչլոտ հո մենք ես տեսել ենք որ մազերիդ միջից ոնց անեցիր ոչին չտծրեցիր այդ չտոցը մեր ականջի մեջ է որ կանգնում ասում են ժողովուրդ այ դու ես յանի դու իբր թե ինչ որ մի բան էիր անում, մի հատ էլ կանգնում ասում էիր, եկեք մեզ օգնեք։ Լսի փաշողնու, այն դու չէիր, որ կանգնում ասում էիր, Սերժ Սարգսյանը ուզում է մեր երկիրը դարձնել Թուրքիայի վիլայետ։ Դա քո ցանկությունն էր, քո ցանկությունն է։ Դու այդ բոլորը իմացել ես, իմանալով եկել ես, իմանալով եկար Արցախը վաճառեցիր։ Այո, դու Արցախը վաճառել ես։ Եվ հետո սենց մի բան որ դու աննա չելած, այ ոչլոտ, այ քնձռոտ, այ լելոտ, ու մենք ով բոլորս տեսել ենք քո տանկեղտն ու լելը, հա? Այն որ շան նման շնտրել էիր, փրկվել էիր հատակին, հա? Որ փրկվել էիր, ոտետ մի երկարացրել էիր, կոմպյուտերից էիր օգտվում։ Կարող է մենք չտեսանք։ Հիմա դու եկել ես, մեզ լսեք, բերեմ դիպլոմներս լցնեմ դեմդ, հա? Այ անկիրթ։ Դու եկել ես ինձ ինչ ես ուզում ապացուցես, հա? Հələ մի հատ ասա դու քանի օտար լեզու գիտես։ Մի հատ ասա էլի, մի հատ ասա ես իմանամ։ Գուցե դու ավելի կիրթ ես, թեպետ դու ինձ երեխու տեղ ես գալիս։ Իհարկե ես տենց երեխա չէի դասի իրակի ինչպիսին դու ես։ Ողորմելի, խղճուկ, փնթի, որ վերիցից շան հոտ էր գալի որ կանգնում էիր ամբիոնի մոտը, հա? Մոռացել ենք, այդ շան հոտը մինչև հիմի հələ քքներիս է գալիս։ Կանգնել ես, քեզ ինչի տեղ ես դրել, կանգնել ես, մտածում ես էլ որևէ մեկը չի իմանալու, հա, թե դու ինչ փողեր ես գողանում, այդ զինվորի փողերը ոնց ես գողանում, կամ այդ կանչում ես ասում ես եկեք հետս ընտրիկի, խիտ ով ես էլը, Մարգարիտ Թետչերը տենց բան չէր անում, դու ով ես դարձել, մի հատ էլ կա, որտեվ դուք այդ ձեր չտեսության մակարդակը վաղուց շկալայից գցել է, դուք արդեն չեք իմանում ինչ անեք, բայց սպասեք, գալու է ձեզ արժանի հատուցման ժամանակը, դու պատասխան ես տալու, դու քո ցնոտ ընտանիքը, հələ մի հատ ընտանիքիդ նայի, հələ մի հատ վերու դիրդ նայի, մի հատ որ նայում եմ այդ քո շփշփոցը, այդ քո շորերի շփշփոցը, լսի այ անկիրթ, այ անտակ, դու հերիք ելավ, դու մեզ խայտարակ ես ամբողջ աշխարհով մեկ է թուրքերին վերել լցրել ես Հայաստան, իրիկունը մի հատ մտեք Հյուսային պողոտա, մի հատ մտեք Աբովյան փողոց, մի հատ նայեք տեսեք, Օլդաշ, Յոլդաշ, չգիտեմ, Օրդան, Բուրդան սկսվել է արդեն, դրանց այդ խոսակցությունը, ինչ ես ուզում դու, հա? Փաշողնու, քեզ ասում ենք, մի բերե դրանց, մի բերլից, չես հասկանում այս շնից ծնված, չես հասկանում դու, քեզ ասում ենք մի բերլից, ում հույսով ես բերում, դու չես հասկանում, որ եթե բերելու է բախման, բերելու ես այդ խուժաններին, փչացած այլասերվածներին, տեղից են այլասերված, դուք մի հատ է կանգնում ես սենց
ավելի պակաս բաներ ես անում, ուզում ես Սյունիքը կտրես տաս, չի լինի, չես հասկանում, չի լինի դա։ Ամբողջ հայ ժողովրդին sense նիրվայնացրել ես, այսօր ժողովուրդը մենակ հացի խնդիր է լուծում։ Բա մոռացել ես, որ դու հացի խնդիր ես լուծում։ Մի հատ էլ ասում ես, այս տունս հիպոթեկով եմ առել։ Յա, իրոք, դու հիպոթեկով տուն ես առել։ Այս սաղ փողերը դու հավա, այդ այն ժամանակ, որ հայկական ժամանակում փողերը վերցնում էիր, ոնց ուզում էիր, ինձ հոդվածը գրում էիր։ Այ դու ես տիպն ես եղել։ Հիմա դու արդեն տեսար այդ հսկայական մեծ գումարները, դու մտածում ես, որ չէ, կարելի է հələ ժողովրդին ճզմել։ Մեկ կտենաս, քո գլուխը ոնց չենք ջարդելու, քեզ չենք սպանելու։ Դու պետք է շատ հարցերի պատասխանել։ Որ գնացել էր Տիրանա, դու չտեսար, դու արդեն այնքան քյոր էիր, որ չտեսար, հա, դրոշը որ թարս էին դրել։ Դա չես հասկանում, ախր որ ես միշտ ասում եմ, դու ոչ դիվանագետ ես, ոչ տնտեսագետ ես, ոչ քաղաքագետ ես, ոչ ռազմագետ, ոչ մի բան ես, դու գետ չես։ Գնա էլի, գնա։ Քեզ դրել ես դրոշը թարս դրել են դեմդ։ Դու չես տեսնում, որ այդ դրոշը թարս է դրած դեմդ։ Դու արդեն այնքան վստահություն ունես թուրքերից, որ մտածում ես, վայ ոնց, չէ նրանք իմ աղբերներն են, բա ոնց, դու նոր թազանոր əmiներու դայներ ես արդեն գտել են կոմի վրա, դրա համար է իրեն գիրկը սենց ամուր սեղ մեդոշի, քեզ չես հասկանում, գնացել ես Ալիևի համար սուրճ ես պատրաստում, որ դնեք լակեք, հա, այդ սուրճը, քո նմանները չեն խմում է, ոչ էլենի, դուք լակում եք ընդամենը, այդ դառը ջուրը, նողկանք, դուրս արի, դու կանգնել ես ասում ես չէ, որ չէ, ես պետք է մնաս, որ վերջի բյուրեղն է, վերջի հյուլեն է հանես Հայաստանից, գնա էլ ինչ ես ուզում, ինչքան քեզ ասենք, բացատրենք, որ դու վնասով ես արդեն աշխատում էր ժողովրդի համար, ինչ անդաստիրակ մարդ ես դու, այդ քո ընտանիքը, եւ հետո, ես քանի որ փողոցում նստած առևտուր եմ անում, անգամ չեմ ուզում ասել, թեպետ բոլորը գիտեն ինձ, բայց որ Ավինյանը իմացավ ծառի մասին, անմիջապես կտրել կտա, նա էսթետիկական հաճույք է ստանում ծառ կտրելուց, փոխանակ ծառերը, բուժի ծառերը, ինքը միայն դրանից է հաճույք ստանում, լսի, այդ տիկուշ, բերեց ծառերը բուժել տուր, որը սա մարդիկ նստում են, ալերգիա են կպնում, ալերգիա, ու հետո ամբողջ Երևանով մեկ ջուր կա, դու մի հատ այդտեղ Երևանում, այս կենտրոն համայնքում ջուր չկա, մենակ պետք է նոր մարզացող ճանապարհները մաքուր լինեն, հələ մի հատ մտի Երևանի կենտրոնը, եթե դու այսօր թարել ես Նորքի բարձունքին, այդ չի նշանակում քեզանով է որոշվում քաղաքի մաքրությունը, որ այսօր ընդ է պլպլում, հա, Նորք մարաշը, իսկ Երևանի կենտրոնն է կեղտի մեջ կորած, եւ ջուրը դու, եւ հետո Սասունցի Դավթի արձանի ջուրն է չես տալիս, չկա ջուր, այդ ջրերը դուք ծախում եք, մենք լավ գիտենք այդ ջրերը, այն համբերության է թասի ջուրը, որ թափում է, այդ ջուրն է չես տալիս, այ դու ես քաղաքապետն ես, դե 8%-անոց քաղաքապետը ինչ պետք է լինի, ինչ պետք է լինի, ասեք ես սխալ եմ, ասեք,